Բարելույս իմ շատ սիրելի հայրենակիցներ, ողջույններս բոլորիդ, շնորհակալ եմ, որ ալիքի հետ եք, շնորհակալ եմ, որ դիտում եք իմ վիդեոները։ Գիտեմ, երկար ժամանակ մոտ 10-11 օր բացակայում եմ, դա ունի իր պատճառները, իհարկե, կարծում եմ բոլորդ էլ ովքեր աշխատանքի մեջ են, քաջատեղյակ են, որ վիճակը, եղմ ասած լավ չի, թույլ է դրա համար ես այս 10-11 օրը պարտադիր կարամ ասեմ, որ պարտադիր կարգով ամեն առավոտ փորձել եմ վիդեո նկարեմ, սկսել եմ, հետո օրվա կեսից ուղղակի թողել գնացել եմ տուն, էլ չեմ շարունակել։ Այսօր հույս ունեմ, տենց չի լինի, հույս ունեմ այսօրվա վիդեոս տեղ կհասնի ձեզ։ Բոլոր մեր ընկերներին, ովքեր դիտում են վիդեոն, բայց դեռ գրանցված չեն ալիքին, եթե հավանում եք իմ վիդեոները, կուզենայիք ավելի շատ տեսնել նմանատիպ վիդեոներ ու շատ ավելի ուրիշ հետաքրքիր ֆորմատով վիդեոներ, խնդրած կրնեմ, գրանցվեք ալիքին, դրեք ձեր լայքերը, կոմենտներ գրեք, մեծ օգնություն է դա։ Հենց որ նախապես շնորհակալ եմ ձեզ դրա համար։ Այսօր օրը երեքշաբթի, ես դուրս եմ եկել մոտավորապես մի ժամ առաջ, հիմա ժամը 6:30 առավոտյան, 5:30 կողմերը դուրս եմ եկել, քշելով իջա մի քիչ գլենդերի հատվածում, սպասեցի, ոչ մի բան չեղավ, հիմա շարժվում եմ դեպի Հոլիվուդի կողմ, երեքշաբթի դե չգիտեմ էլ ինչ ասեմ մի խոսքով, երեքշաբթի է, ովքեր գործի հետ կապ չունեն, բայց ալիքին հետևում են, գիտեն երեքշաբթին ինչ է, ովքեր էլ դե այս գործի մեջ են, շատ ավելի լավ գիտեն, երեքշաբթի, չորեքշաբթի հիմնականում ինչ վիճակ է լինում, հենց որ հուսանք այսօր չնայած այդ վիճակը չի լինի, բայց մի խոսքով շարժվենք առաջ, գնանք այսօր տեսնենք ինչ ենք աշխատում։ Շատ կարևոր թեմայի մասին, ուզում եմ ձեր հետ խոսալ, համոզված եմ, եթե ոչ բոլորը, շատերը տեղյակ եք, որ ազգությամբ թուրք, այդ պաշտոնյան, մի խոսքով չեմ էլ ուզում անդրադառնամ, չեմ էլ ուզում անունը տամ, ով եկել էր Լոս Անջելես, մի խոսքով կանգնել էր լավաշի խանութի դիմաց ու մեղադրում էր հայերին, ուրեմն ֆրադի մեջ, ու դա հերիք չի, այստեղ կարևորը ֆրադը չէր, կարևորը այն էր, որ ինքը, ոնց որ ասած, իր ուղղությունը ուղղել էր հենց հայկականության վրա, հայերի վրա, որ հայերեն գրված այդ խանութի անունը, ինքը մեկնաբանում էր, որ սա ուրեմն ռուսահայերենն է, և սա խոսում այն մասին, գաղափարն եմ ասում, հիմա տառացի չեմ դրա ասածները ասելու, սա այն մասին է խոսում, որ հայերը կապված են ռուսական մաֆիայի հետ, մի խոսքով հայերը բոլորը ֆրադ, կեղծիքներ և այլն, դե արդեն կարծում եմ տեղյակ եք, որ գավերները ստեղի, թե արդեն ներկայացրել է դատական հայց, թե հիմա նոր է ներկայացնում, պատրաստում է ներկայացնում, չգիտեմ, մի խոսքով չեմ հետևել, այդ պահը չեմ հիշում ինչ է կատարվում այս պահին, բայց ուրեմն լուրջ արձագանքներ են գալիս բոլորից, թե մեր հայկական համայնքի մասին դե չխոսեմ, որովհետև
դու չես կարա գաս քո ոտից գլուխ կեղծիկ լինելով քո կեղծիկ TV շոուից դուրս գալով գաս ու մեղադրես մի համայնքին, ով ասենք տանջանքով աշխատում է, չարչարվում է ու այն տարածքները, որտեղ որ բնակվում է մեր ժողովուրդը, մեր հայ ազգը, այդ տարածքները թե մաքրության առումով, թե գեղեցկության առումով, թե ապահովության առումով դառնում են յուրօրինակ, դառնում են անկրկնելի ու գները անասելի ձևով բարձրանում են վերև տվյալ տարածքի անշարժ գույքի, վառ օրինակ իհարկե հեռու չգնան Գլենդելը սենս չի եղել, ես կարամ հանգիստ ասեմ, որ Գլենդելը հայերի շնորհիվ է դարձել Գլենդել, ու մնացած բոլոր թաղամասները ես հեռու չգնամ, ասեմ սենց մի բան, Սիլմար վերցնենք օրինակի համար, մտնում ես փողոցներից արդեն հասկանում ես, որ փողոցներում են հայեր ապրում, որ փողոցներում չէ։ Հիմա ես չեմ ինչ-որ ազգային բաներ ստեղ դնում, չէ, բոլորն էլ ստեղ հրաշ ժողովուրդ են, շատ լավն են ու անգլերեն բառ կա, չէ, որ ասում են այս երկիրը melting pot է, ոնց որ որտեղ գալիս են տարբեր ծայրերից աշխարհի, միաձուլվում են ու իրար հետ աշխատում, համերաշխ ապրում, իրար հետ կիսում իրար ուրեմն culture-ը, կներեք բառերը սպայն կարող է մտքից չլինի հայերեն, իրար հետ կիսում ամեն ինչ, սննդից բռնած միջև ազգային սովորություններ, մեկը մյուսից սովորում է, մեկը մյուսին նայում է, հետաքրքրություն է եւ այլն, ու դու չես կարա կեղծիկ լինելով հանդերձ գաս, դու ով ես ընդհանրապես, որ գաս ստեղ մեղադրես մի ազգի ուրեմն կեղծիկների մեջ, ով որ լիքը բան արե ոչ միայն այս քաղաքի համար, ընդհանրապես այս նահանգի համար ու անում է ու մեծ հպարտությամբ, որ իրենք ապրում են այս երկրում, մենք ապրում ենք այս երկրում, սա մեր երկրորդ տունն է ու մենք ամեն ինչ պետք է անենք, որ դառնա ապրելու համար ապահով, մաքուր, գեղեցիկ եւ այլն եւ այլն։ Դες ամեն ինչը գիտեք, սա ուղղակի ոչ ես ինչ-որ սենց ժամանակակից լեզվով ասած ոչ փորձում եմ հայպ բռնեմ, ոչ փորձում եմ ինչ-որ տեսա դիտող մի խոսքով view-եր ապահովեմ, ինձ լայքեր ապահովեմ, իմ ալիքը փոքր ալիք է, գիտեք 1172 այս պահի դրությամբ հետևորդ ունենք, բայց ես կարամ այս մասով իմ անելիքը անեմ, ես դա պետք է անեմ ու նույնը ձեզ եմ խորհուրդ տալի ցանկացած տեղերով թեկուզ չգիտեմ կիսվելով տարածելով այնտեղ պարտադիր չի իմ ասածը հենց լիքը մարդ մեր հայրենակիցներ ու ոչ միայն մեր հայրենակիցներ ուզում սրան ուշադրություն դարձնենք ոչ միայն մեր հայրենակիցներ այս ամեն ինչի մասին խոսում են լուրերով խոսում են տեղեկացնում են որ սենց բան ա եղել սա կեղծիկ է բոլորը բողոքում են դրա դեմ կիսվեք տարածեք ձեր օտարազգի ընկերներին եւ այլն թող բոլորը իմանան ու երկրորդ ամենակարևոր բանը, որ իմ մոտ ուղղակի զզվանք է առաջացնում, ես դրա մասին եմ ուզում խոսամ, շատ կարևոր է։ Կարդում եմ ուրեմն պոստեր տեղադրված մեր հայրենակիցների կողմից ամենայն դեպս գրված հայի անուն ազգանունով գրված մի վերջինը կարամ նշեմ հայ աղջկա թե կնոջ անունով էր պոստը դրված մեծ հաշվով համաձայն եմ, հա, մեղադրում է այդ տվյալ անձնավորությանը, որ եկել է այստեղ, չգիտեմ, ինչ-որ կեղծ լուրեր է տարածում, մեղադրում է թիրախավորել է մեր համայնքին եւ այլն, այդ ամեն ինչի հետ համաձայն եմ, բայց մի շատ sense աննորմալ բան կա, որ մի քիչ կարճ մտածող մարդիկ են, հիմա ես էլի եմ ասում, հիմա այն ժամանակն է, որ պետքա մանավանդ ստեղ մենք համայնքում պետքա համախմբվենք, պետքա ամեն տարաձայնություններ դնենք մի կողմ, ով հետ համաձայն, ով հետ համաձայն չի, համախմբվեն ու պայքարեն այս ամեն ինչի դեմ, որտեվ եթե սրա դեմ լուրջ արձագանք, սա ուղղակի տեստ է, ես տենց եմ սա տեսնում, սա ուղղակի տեստ է, որպեսզի տեսնեն մեր արձագանքը մենք ինչ արձագանք ենք տալու, եթե մենք շատ թույլ արձագանք տանք կամ ինչ որ ավելի վատ է լռենք, սա ավելի լուրջ հետևանքներ է ունենալու, դրա համար պետքա
ով ոնց կարա, որտեղով կարա, սրա մասին խոսա, սրա մասին ասի, որ սա կեղծիք ասի, որ սա չնայած նրան, որ մենք ստեղ ապրում ենք ու հաշտ համերաշխ բոլոր այլ ազգերի հետ ովքեր ապրում են ում կողքը, որ մենք ենք ապրում, սա լինելով ամերիկացի, չնայած լինելով ազգությամբ թուրք, դա ուրեմն տարածում է թուրքական այդ ռետորիկան, որ կոնկրետ հայերին է ուրեմն թիրախավորել եւ այլն, ուրեմն դա չի կարող կոչվել ամերիկացի, ինձ որ ինչ է ուզում ասեի, շեղվեցինք մի քիչ, հա, ու այս աղջիկը, որը որ մեծ հաշվով, ինչպես նշեցի, մեղադրում է այդ անձնավորությանը, բայց այնտեղ գրում է, այո, ցավոք սրտի, մեր համայնքում շատ են տենց ֆրադերը, կեղծիքները, չեմ ուզում կոպիտ բառ ասեմ, բայց աղջիկ ջան, կամ տիկին ջան, կամ ով որ այս դու, ես չգիտեմ, տեսած կլնեք, ես անունը նույնիսկ չեմ հիշում ու կարևորել չեմ համարում, որ հիշեմ, արա ոնց կարելի է տենց բան ասել, տենց բան չկա, այդ տարածեք դուք էլ բոլորին ասեք, ու սա այն ժամանակաշրջանը չի, որ մենք մերոնցով ինչ-որ, չգիտեմ, բանի կողքը, Բուխարիի կողքը նստած բաներով, մի բաժակ թեյով զրուցում ենք մենք մեր մասին, վայ, մեր վատերը կան, էս կան, են կան, վերջը տվեք, թարգը տվեք, ես ինչ է, հիմա մենք պետք է խոսանք մենակ նրա մասին, և դա իրականությունն է, որ մեր համայնքը ստեղ տանջալից աշխատանքով աշխատող, վաստակող, ստեղծող, արարող համայնք է, ապահով, որտեղ որ իրանց մարդիկ նույնիսկ օտար ազգի մարդիկ, ովքեր որ ապրում են մեր համայնքի մեջ, իրանց զգում են շատ ավելի ապահով, քան քաղաքի ուրիշ ինչ-որ մասում կապրեն։ Իսկ ինչ մնում է այդ ցնդաբանություններին, արա հիմար չեք դուք, մոռացեք, թարգեք, հիմա դրա ժամանակը չի, նստել գրել ինչ-որ sense, չգիտեմ, դուք էլ երևի սրբերն եք են ոսկեգույն օղակները գլխների դրած, ինչ-որ, այո, ցավոք սրտի մեր համայնքում շատ են այդպիսի, արա հիվանդ չեք դուք։ Հիմա դրա ժամանակը չի, ոչ մեկ չի հարցնում քո կարծիքը համայնքում շատ են, թե քիչ են, բնական է պարզա ցանկացած համայնքում էլ լինում են վատերը, լինում են լավերը, լինում են հանցագործներ, որը որ շատ քիչ թիվ է կազմում մեր համայնքի մեջ, մեր համայնքը նորից եմ կրկնում, դժվար տանջալից աշխատանքով ապրող, օրենքներ հարգող, հարկ վճարող, ցանկացած որ երկրում որ ապրում է այդ երկրի համար միայն լավը ստեղծող ժողովուրդ է, սրա մասին պետք է խոսալ, թարգեք այդ հիմար բաները, արա ես հայերի եսիմ ինչ, զզվում եմ, սենց լծվել են, արա թարգեք, դու, չգիտեմ, ես միշտ ասել եմ, ցանկացած այն մեկը չի, ով որ, ում ազգանունը որ յանով է վերջանում, կամ հայերեն է խոսում, ամեն մեկը չի, որ հայ է, մնացեք հայ, դուք լինելով հայ, չակերտավոր, ինչը որ դուք երևի ձեզ համարում, չեք էլ համարում, ես չգիտեմ, դուք սկսում եք, այո, մեր համայնքում կա սա, այո, մեր համայնքում կա նա, սա ինչ-որ լոկալ, սենց մենք մերոնցով խոսակցություն չի, որ նստենք քննարկենք, թե ով է վատ կամ ով է լավ, ախպեր սա գլոբալ հարց է, ու եթե չեք նկատեք ուշադրություն դարձեք, ամբողջ բանը, լուրերի տիրույթը դա է գնում հիմա, ու վերջացրեք այդ հիմար բաները, ցավոք սրտի մեր համայնքում կան կեղծիք անողներ, ցավոք սրտի մեր համայնքում կան հանցագործներ, արա ցավոք սրտի մեր համայնքում կան ձերպես աննորմալներ, ովքեր կարևորը թողած ընկել են ինչ-որ մանր-մունր բաներ են քննարկում, ցավոք սրտի եւ այլն, մոռացեք, թարգը տվեք այդ ամեն ինչը, ես ձեզ, չնայած որ շատ ջղայնացած եմ այդ մի քանի պոստերը ես կարդացի, իրոք ու կուզենայեմ մի քանի գեղեցիկ խոսք ասել տվյալ մարդկանց, բայց այս պարագայում ես այդ ամեն ինչը մի կողմ եմ դնում ու որպես հայը հային ձեզ խնդրում, պահանջում, որ եղբայրներ ջան, քույրեր ջան, ովքեր որ գրում են այտենց բաներ, մի գրեք, այտենց ձեր շատ կարիք ունեք, որ տենց
նստեք ու մանրամասն քննարկեք այն շենքի են Պողոսս վատնա, այն մեկը լավնա, այն մեկը սենց ես պատրաստ եմ ինձ գրեք գամ ախպեր ջան ինձ պատմեք թեթևացեք, բայց այս տեղը չի, ժամանակը չի, որ դուք հիմա դնեք սենց մանրամասն ինչ որ ոչ մեր մեծ հաշվով մեր համայնքը նորից եմ կրկնում, խնդրում եմ դուք էլ ամենտեղ որտեղ խոսում եք այդ մասին, որտեղ դա տարածում եք, ինչ անում եք, միշտ դա շեշտեք, մեր համայնքը դժվար չարքաշ աշխատանքով աշխատող համայնք է, օրենքներին հետևող համայնք է, հարկերը վճարող համայնք է, ստեղծող արող համայնք է, վсё, վերջացավ, էլ ուրիշ բաների հետևից մի ընկեք, խնդրում եմ ձեզ։ Այս ուղակի անկեղծ եմ ասում, այնքան այս 2 օր այդ մասին կարդում եմ, որ անկեղծ ասեմ, ես մի 10 օր առաջ եմ վիդեո տեղադրել, ու այս 10 օրը անընդհատ ամեն առավոտ ես սկսում եմ նկարել, որ հույսով որ երեկոյան կտեղադրեմ, դες գործ չլնել բան, այս սրանք սաղ մի կողմ, բայց այս ամեն ինչն էլ մյուս կողմից կարդամ, այնքան եմ ջղայնանում, որ փոշմանում եմ էլի վիդեոները ջնջում եմ, բայց այսօր ինչ էլ ուզում առնի, որոշել եմ այս վիդեոն տեղադրեմ, որ տվյալ մարդիկ հասկանան, որ դա ձև չի։ Մի արեք այդպես բաներ, դուք ոնց որ ասես ձեր ձեռով ոնց են ասում, հիմա չգիտեմ, ձեր փոստն եք փորում, կտրում եք այն ճյուղը, որի վրա որ նստած եք, ես չգիտեմ, ոնց ուզում եք անվանեք, հասկացաք միտքը։ Մի խոսքով կներեք մի քիչ տենց էմոցիոնալ ստացվեց, որտեղ իրոք շատ ջղայնացած է, ուզում եի որ ձեր հետ կիսվես ամեն ինչով։ Իրանք աշխատում են դրա վրա։ Տվյալ մարդիկ կամ առավել եւս աշխարհի մյուս ծայրում մեր այդ թշնամիները, ովքեր մեր կողքին, նրանք աշխատում են հիմա դրա վրա, որպեսզի պարակտեն մեզ, պարակտեն մեր ազգը, որպեսզի եթե մենք մեզ իրար մեջից չուտենք, ոչ մեկ մեր դեմ չի կարա, այդ իմացեք։ Հենց որ նորից եմ ձեզ խնդրում ու պահանջում, վերջ չտվեք այդ անիմաստ խոսակցություններին, փորձեք ամեն ինչ անել, որպեսզի ցույց տալ, որ դրա նման շարլատանները կեղծիք են ուղակի ու լրիվ անիմաստ վատաբանում են մի շատ աշխատասեր օրինապաշտ համայնքի։ Գնանք առաջ, հանգստացա, իրոք հանգստացա, ջղայնացած էի, պիտի ասեի, պիտի խոսա այս մասին։ Գնանք առաջ, տեսնենք այսօր ինչ ենք անում։ Շամը արդեն 9 է ու շատ լավ անցնում, Հոլիվուդը լահագին պտտվեցի, լիքը տեղեր տեսա, որը որ ամեն օր տեսնում եմ, այսօր էլ գնացի տեսա, ամեն ինչ նույնն է, ոչ մի բան չի փոխվել, նենց որ դեռ պտտվում ենք, առաջի պատվերը վերջապես ունենք, գնում ենք $33 կամֆորտով, Հոլիվուդից Փասադենա, ծիծաղալու արժեքա, իհարկե ծիծաղալու է, բայց դե, որ ինչ անես չգիտես, այսքան չի լինի սպասել, ես ժամը կարելի ասել 5:30-ից օնլայն եմ, ժամը 6-ից արդեն դուրսն եմ ու նոր ժամը արդեն, քանիսն է, 9 ասեցի, հա, 9 ստանում եմ առաջի պատվերս, մի կերպ զոռով, նենց որ դե անեմ, տարբերակ չունեմ ուրիշ։
Փասադենա եկանք, իջացրեցի, ավելի Փասադենա էր, բայց ավելի տանը մոտ եմ հիմա, ես ընդամենը մի քանի մայլ եմ տանից հեռու, որոշեցի տան ուղղությամբ շարժվեմ, եթե ինչ-որ բան կտա, սիրով կանենք, եթե չտա, կսպասենք, տանը կսպասեմ միացրած, ամենայն դեպս, միջև երեխեքին դպրոցից կբերեմ, այդ ընթացքում եթե բան չեղավ, արդեն երեկոյան դուրս կգամ ու կիջնեմ ներքև, որպեսզի փորձենք երեկոյան, ամենայն դեպս ինչ ունենք, ես պայ դրությամբ ժամը 5:30-ից աշխատում եմ, ժամը 10 առավոտյան, աշխատել եմ $32, ասում եմ շատ լավ անցնում, գնացինք։ Շատերդ երևի տեղյակ եք, որ վերջերս Սանտա Մոնիկա քաղաքում Waymo մեքենան, ովքեր չգիտեն Waymo-ն որն է, դա առանց վարորդի մեքենաներն են, սպիտակ, որը որ հաճախ տեսնում եք փողոցում, դպրոցի մոտով անցնելուց հարվածել էր փողոցը անցնող երեխային, ինչը ավելի վատ է այս պատմության մեջ, որ լուրերը, որ ես կարդացի, որ վերաբերվում էին այդ հարվածին, ինչ էր նշվում, ամենագլխավոր բանը այդ ոչ թե որ երեխային է վնասել կամ անապահով է եւ այլն, այնտեղ նշվում էր մի բան, եթե մեքենայի ղեկին վարորդ լիներ նստած, հարվածը ավելի ուժեղ կլիներ։ Բայց նրանք չեն ասում այն մասին, որ մեր փողոցները այստեղ վերենացել crash test-ի տարածքի, ոնց որ կարելի անգլերեն ասել ավելի ճիշտ, նենց որ ես իմ մեկնաբանություններում եմ դրել լինքը, իմ Facebook-ի էջում էլ կարող եք տեսնել, ես ինքը ստորագրել եմ ու այնտեղ ստորագրահավաք է գնում, որպեսզի դիմեն թե հիմա city-ին կլինի, թե չգիտեմ, state-ի մակարդակով կլինի, դիմեն, որպեսզի կասեցնեն Waymo-ի աշխատանքը մեր տարածքում։ Այդ մեքենաները համ առաջին հերթին վտանգավոր են, շատ հաճախ տեսնում ենք մենք վարորդներ, հատկապես ամեն դեպս ես տեսնում եմ, որ քանի տեղեր ուղղակի չեն հասկանում ճանապարհը եւ կանգնում մնում են, շատ ագրեսիվ ձևով են վարում այդ մեքենան, չնայած նրան, որ մեքենայի ղեկին վարորդ չկա։ Մի խոսքով, ասես ինչ է ժողովուրդ, խորհուրդ կտամ դուք էլ մտնեք, գրանցվեք, որպեսզի իհարկե շատ լավ կլինի, որպեսզի կարողանան կասեցնել ուրեմն Waymo-ի աշխատանքը գոնե այս քաղաքում։ Դե ինչ, իսկ ինչ վերաբերվում է ինձ, ժամը 3-ն է, ես հիմա երկու երեխաներիս արդեն դպրոցից վերցրել եմ, հիմա եկել եմ երրորդի հետևից ու հետո արդեն նոր դուրս գանք աշխատանքի։ So what? Really? She's like, yeah, she's flirting with everybody. That's faked. I was like, no, yeah. She's also like the definition of a pick-me girl. Oh yeah, for sure. Yeah. Why are people looking at me? It's like, let's get back with them. Բարի երեկո հարազատներ ջան, ես սկսեցի իմ օրվա երկրորդ կեսը, ճիշտն ասած շուտ չհասցրեցի միանամ, որտեվ պատվեր տվեց, եկա Beverly Hills, հենց նոր եմ իջացրել, մթությանը մի նայեք ժամը ընդամենը 6:30, հենց որ դեռ ժամանակ ունենք, մի 4 ժամ ունեմ աշխատելու, հենց որ տեսնենք այդ 4 ժամվա ընթացքում ինչ ենք կարողանում աշխատենք։
Ես հասա տուն, ժամանակս վերջացավ, $137 եմ այսօր աշխատել, ուղղակի շուտվանից վիդեոներ չէի տեղադրել, համ էլ այդ մի երկու բան կար, որ ուզում էի ձեր հետ կիսվեի, դրա համար այսօր սենց որոշեցի այս վիդեոն տեղադրեմ, Ժորժ ջան, լավ եղեք, շնորհակալ եմ, որ ալիքի հետ մնացիք մինչև վերջ, մինչև մեր շուտափույթ հանդիպում, բարի գիշեր։